այսօր պետք է հիմնովին փոխվի։ Հայրենոց տեղը մեր հավաքական կյանքն է, եւ հստակ կերպով պատկամի մեջ ասած է, մեր հայգինը մեր կյանքի բոլոր մագարտակներում վրա, բոլոր մարզերներս պետք է դառնա դիրական ներկայություն իր նվիրումով, իր հանձնարարությամբ, իր ծառայությամբ։ Ավասիկ մարտահայ հրավերնը հայգնոջ արջև։ Արկիլյան կոդիներ չկան, պետք չէ ըլլա հայգնոջ համար։ Ճիշտ է, մենք արևելյան ժողովուրդներում կպատկանենք և արևելյան մտայնությունը ունենք։ Սակայն արևելյան ժողովուրդներու մտայնությունը այս գծով երբ փախտadek իրավու հետ, կտեսնենք, որ հայ ժողովուրդը ավելի առաջընթաց վիճակի մեջ է։ Հարաբերաբար ուրիշ արևելյան ժողովուրդներում։ Նաև այսպես կսե մեր պատմությունը, սակայն չի պավեր եղած է։ Մենք չենք ուզել կապկել արևմտյան ժողովուրդները, արևմտյան ժողովուրդներու մեջ գնոջ թերակատարությունը չենք ուզել կապկել, արևմտյան ընկերությունը ներս ընտանիք գոյություն չունի, քանթված է ընտանիքը, մենք չենք ուզել այդպես ըլլա, մենք չենք ուզել այնպիսի կացությունը ստեղծվի, երբ պաշտոնական թուղթերու վրա այլ գին չկրվի, ուրիշ բաներ կրվին, սա արևմտյան ընկերության կամ մշակույթին ազատամտության մեկ արտահայտություն է։ Երբ ազատությունը սահման չունի, երբ ազատությունը պատասխանատվությամբ չի կատարվի կամ չի դրվի, կդառնա ուրիշ բան։ Մենք չենք ուզել այդ ծայրահեղության երթալ։ Նայեցեք, մեր ժողովուրդը, մեր եկեղեցին, մեր մշակույթը միշտ հավասարակշռված մոտեցում ունեցած է։ Արևելքի մեջ չեղած ենք, բայց նաև արևմտյան աշխարհայացք ունեցած ենք։ Եվ սա մեր կյանքի բոլոր բնակավարներեն տեսանելի է, ներառյալ մեր եկեղեցով։ Այս հավասարակշռված լայնահայաց մոտեցումը, աշխարհայացքը մեր ժողովրդի յուրահատուկ նկարագիր է կազմում։ Եվ այդպես է պետք է մոտենանք մենք հայգնոջ, հավասարակշռված մոտեցում։ Ոչ կապկել արևմուտքը, ոչ ավանդական, արևելյան, այսպես կոչված նահապետական այդ թրության հետ ենք։ Պայմանները փոխված են ինչպես ասի։ Ինչպես կարելի է մեկ կողմեն հավատարիմ մնալ մեր արմատներում, մեր նկարագրին, մեր ավանդության, մեր սկզբունքներում, մեր արժեքներում անցյալեն եղող մյուս կողմեն ինչպես կրնանք բացվիլ ներկա ժամանակներում, ներկա պայմաններում, քայլ բահելով, ներկա ժամանակներու զարգացումներում, մոտեցումներում է։ Հավասիկ հավասարակշռված մոտեցումը մենք պետք է որդեգրենք մեր կյանքի բոլոր երևույթներու նկատմամբ, ոչ միայն հայգնոջ նկատմամբ։ Ես կհավատամ, որ մեր կյանքերներս իրապես հայգինը սելիք և ընելիք ունի։ Առաջին անգամն է, որ մենք նման համակումարը կկազմակերպենք։ Գիները միշտ ներկա եղած են և դիրական ներկայություն մեր կազմակերպած բոլոր համակումարներու մեջ։ Եվ մեր աթորը համակումարներ չի կազմակերպեր սևականության համար։ Համակումարներ մենք կկազմակերպենք և կհավատանք, որ անոն հետ պետք է գցիկեն։ Համակումարը հետ գցկող նախաձեռնությունը պետք է լա։ Եվ համակումարին արժեքը իմաստը, կարևորությունը համակումարեն հետո է։ Երբ այդ համակումարը վերածվի մտածելակերպի, գործելակերպի, գործընթացքի, հոս է համակումարեն իմաստը, համակումարեն անտի։ Ես մի ուզեի, որ
ցուկ այս նախանցախնդրությամբ եւ այս մոդեցումով կատարեք քննարկումները այս համակարգի ընթացքում